Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa Lido Palms Resort and Spa առողջարան հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center Կինը, ով երկար տարիներ աշխատեց կտորի խանութում, իր ամուսնու համար ի վերջո դարձավ կյանքի կտոր։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում մենք կրկին սկսում ենք մեր աշխատանքը։ Մենք, այսինքն Armenian Evening հաղորդաշարը, ինչպես միշտ 5 շաբթի երեկոյան 22:30 ողջունում է ձեզ եւ միասին իհարկե մեր հեռուստադիտողների հետ անցկացնում ենք հայկական լավ երեկո, ճանաչված, սիրված մարդկանց հետ եւ իհարկե կարծում եմ արդեն շատ եւ լավ այսօր նույնպես ունենալու ենք հետաքրքիր հաղորդում, դրանում ոչ մի կասկած չկա, որովհետեւ այսօր երաժշտությունը լինելու է մի քիչ ավելի շատ եւ իհարկե դրանում կա բնականաբար պատճառ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք անում դուք այս պահին դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ եւ վերադարձնում է լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք որևէ խնդիր, ունեք վնասակար սովորություններ եւ ցանկանում եք ձերբազատվել եւ չգիտեք թե ինչպես, գիտեք արդեն 911 Detox Center դիմում եք բոլոր խնդիրները իհարկե շատ արագ կլուծվեն։ Հեռախոսահամարն է 409 900911։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը առողջարան է մեկ վայրում։ Այստեղ կան լողավազաններ տաքանքային ջրով, հարմարավետ համարներ, հրաշալի բնություն, մի խոսքով լիարժեք հանգիստը վայելելու համար պետք է գալ հենց այստեղ Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիր եւ օգտվել այս ամենից։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին, շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ անցնենք արդեն առաջ եւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ TikTok սոցիալական ցանցի հիմնադիր Ջան Իմինը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ասիայի ամենահարուստ գործարարների ցուցակում։ Իդեպ լսելով այս նորության մասին, Ջան Իմինիկին ասեց. Ջան եմ ասել։ Ավստրալիայի բնակչությունը առաջին անգամ գերազանցել է 28 միլիոնը։ Փաստորեն Ավստրալիայում էլ այդքան հայ կա։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կմիանանք ընդամենը մի քանի վայրկյանից եւ արդեն սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես, այսօր Armenian Evening նախագծի հյուրն է սիրված դուդուկահար, հրաշալի անձնավորություն Ռուբեն Հարությունյանը։ Ռուբեն ջան, բարի երեկո։ Բարի երեկո, Արմեն ջան։ Շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար, Ռուբեն ջան, շնորհակալ եմ, որ միասին այսօր կանցկացնենք երեկո եւ կարծում եմ շատ կխոսենք, դե իհարկե բնականաբար դուդուկը հնչելու է այսօր ամբողջ երեկո։ Արմեն ջան, ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Այո, հույսով եմ, որ լավ զրույց ենք ունենալու։ Այո, միանշանակ։ Ռուբեն ջան, դե իհարկե նորմալ է, չէ՞ որ մենք այսպես խոսում ենք Ռուբեն, ոնց որ անմիջական։ Իհարկե Ռուբեն ջան, մենք սովորաբար հեռուստատեսային ֆորմատը
բայց մի քիչ այլ է, այսպես պահանջում, բայց մենք այսպես մտերիմ մեզ մոտ մի այսպես ընտանեկան մթնոլորտ է, դրա համար ավելի ընկերական, մենք մի քիչ ավելի անմիջական ենք այդ հարցում։ Շատ լավ։ Եվ այսպես, Ռուբեն Հարությունյան ծնունդով աղթեցի հրազդանցի, դա գիտենք, բայց ես ուզում եմ դա այս հարցը տալիս եմ պարտադիր։ Առաջին հարցը մեր բոլոր հյուրերին։ Ով էր այն մարդը կամ մարդիկ, կամ, չգիտեմ, գուցե շատ մարդիկ, ովքեր գտան այդ տաղանդը քեզ մեջ եւ զգացին, որ իհարկե երաժշտությունով դու պետք է զբաղվես։ Դե քո դեպքում մի քիչ հեշտ է ավելի կռահել, որովհետեւ դե պապիկը երաժիշտ, թոր եղբայրը երաժիշտ, հայրը դհոլահար, այսինքն երաժշտական էր ամենը, բայց այնուամենայնիվ դե հիմա անպայման չի, որ այսպես երաժիշտների մոտ երեխեն կարող է երաժիշտ, բայց դու կար այդ տաղան, ով էր որ ասեց այ փոքրիկ Ռուբեն էսա մեծանալու ու դառնա մասնագետ։ Արմեն ջան, իհարկե արդեն նշեցիք, որ ամեն ինչը գալիս է ընտանիքից, ծնողներից, եղբայրս, ինչպես մենք արդեն ասացիք դու, երաժիշտներին փոքր ժամանակից արդեն այդ սերը իմ մեջ կար։ Դպրոցից սկսվեց իմ մեջ, այսինքն միջնակարգ դպրոցում ունենք դուխավոյ օրկեստր, փողային նվագախմբում, ասեմ, որ ամենասկզբից այլտ գործիքը տվեցին ինձ, բայց սրտով չէր, այլտ գործիքը տվեցին, դե այդ հասավ ինձ, ասենք, բաժանում էին և հետո գործիքները բաժանում են, ով գործիք ասում, բայց հետո իսկապես անցա կլարնետի, որավոր Շատ լավ, Ռուբեն ջան, միջև այդ խոսանք, արի մի քիչ հերթով անենք, բայց նայ, տես հայրիկը փաստորեն դհոլար է եղել, այդ դու ինչի հենց դհոլը, թե այտենց սեր չկար դեպի դհոլ։ Փոքր ժամանակից էլ փողային գործիքների վրա եղել։ Հա, մենակ փողային, հա։ Բայց գիտես, օրինակ հետաքրքիր, դե իհարկե ես միշտ բազմիցս ասել եմ։ Հորեղբայրս, փողային գործիքներ, դուք եք նվագում, տանարդ եք նվագում։ Հորեղբայր, հա, փաստորեն, հա։ Պապիկս էլ դհոլ էր նվագում, բայց պապիկիս պապան ինքը էլի փողային գործիքներ։ Ինչ հետաքրքիր է, դհոլար եւ փողային գործիքներ դոլ։ Բայց գիտես ինչն է հետաքրքիր։ Ես իհարկե բազմիցս ասում եմ, որ մեր ժամանակվա հաստ սովետական կրթական համակարգն իհարկե շատ լավն է եղել, որովհետև շատ կրթություն իհարկե ուժհարազոր է եղել, լավ է եղել եւ դրա ապացույցը որտեղ փաստորեն հա որտեղ դպրոցը որտեղ էր գտնվում։ Դպրոցը միջնակարգ դպրոցում էր, գյուղում էր։ Բայց ինքը հա գործիքներ, այսինքն հասկանում ես, որը դրված է եղել, էլի։ Բայց դպրոցը ավարտելուց հետո ընդունվեցի երաժշտական մանկավարժական ուսումնարան կլարնետի բաժին։ Չէ, բայց ես ի նկատի ունեմ, տես դպրոցում փաստորեն գյուղի դպրոցում կար երաժշտական փողային նվագախումբ, որը Երևանից գալիս էր, շաբաթը մի օր գալիս էր, պարապում էր, մնացածը արդեն մենք որովհետև իրոք նոտա սովորելը բանը բոլորը մեզ բոլորը Չէ, որովհետև տես ինքը ուրիշ հարց, որ ինչ որ երաժշտական մի խմբակ կամ դե հա, դե երաժշտություն իհարկե սովորում ենք բոլորս երգ, հա, դասի, այսինքն այլ մի խմբակ, բայց այլ բանը փողային Անջան, բայց ասեմ, մի 2-3 տարի հետո մեր բանում ռայոնում ամենալավ նվագախումբն էր ամեն միջոցառումներին, ասենք ինչքան լավ միջոցառումներ կար, մեր նվագախումբը անպայման պիտի մասնակցեր։ Շատ լավ, Ռուբեն ջան, բայց հետո փաստորեն դու արդեն նշեցիր, այ հիմա անցնենք, որովհետև արդեն դու ասացիր, ընդունվեցիր երաժշտ կլարնետային բաժին։ Կլարնետի բաժին։ Բայց իսկ ինչի կլարնետ բաժին, այսինքն այդ դեպքում։ Նվագախմբում արդեն կլարնետ էի նվագում։ Հա, այլտա ասեցիր չեմ ուզում։ Հա, կլարնետի, անցավ մի քանի ամիս հետո իհարկե փոխվեցի, որտեվ մերը չէր, այլտա լավ գործիք է, բայց իմը չէր։ Ավարտելուց հետո արդեն ընդունվեցի երաժշտական ուսումնարանը, իմիջիալոց ասեմ, ինչ որ սովորում էին, ավելի շատ երաժշտական ուսումնարանում էին սովորում, ոնց կոնսերվատորիա, այն ժամանակ իմ կարծիքով այդպես էր, ինձ թվում է բոլոր ավարտածները Դե որովհետև երևի ավելի շատ գուցե պրակտիկա կար ավելի շատ թե չէ կապ չուներ դա աշխատանք կար, պարապում էինք, կապած աշխատում էինք, առավոտը գնում էինք, պարապում էի, անցնում էի, ասենք, մյուս դասերին,
դասերը վերջացնելուց հետո 3-ից հետո էլի նորից մի քանի տարի։ Թե որտեղ ես կարծում եմ ավելի շատ որ այսինքն օգտագործում ես գործիք, ավելի շատ ես դրա մեջ պարտավորվածություն ունենք Արմեն ջան, ուզում եք որ անպայման լավը լինի։ Ահա։ Եթե լինում ես մի բան, պետք է լավը լինես։ Այո։ Ռուբեն ջան, եւ հետո փաստորեն Կլարնետից, բայց այնուամենայնիվ տեղափոխվեց դասական բաժինը ինձ շատ օգնեց։ Դե Կլարնետը դասական բաժին։ Այն ժամանակ ժող բաժին ուսումնարանում կարծեմ մենակ կանոն գործիքը կար։ Ահա։ Չկա այն դուք ավարտելուց հետո ուսումնարանը արդեն սկսել էի վերջի տարիները դուդուկ նվագել։ Բայց ինչի, այսինքն Կլարնետից հետո որովհետև արմատներս արդեն արդեն ոնց որ ուզում էր էլի Արմեն ինքնին այդ գործիքը հենց տեսնում էի ոնց որ քաշեր ինձ ասեմ որ առավոտից գիշեր այն ժամանակները նամանում պարապում էի չէի զլանում հետո ավարտելուց հետո մի տարի հետո արդեն ինձ վաստակավոր արտիստ ունենք լուսահոգի Հրաչյա Մուրադյանը երկի բարի պետական անսամբլի կամանչահարն էր կոնցերտմեստերն էր այո ինքը ինձ հարավ անսամբլ այո ես ուզում եմ դա անպայման նշել որովհետև դա իրոք ֆանտաստիկ էր 20 տարեկան երիտասարդը դե 20 տարեկան հիմա իհարկե շատ երիտասարդ տարիքում հայտնվել եւ երկի բարի պետական անսամբլում դա իհարկե քեզ պատկերացնում քո այդ նախ դողը եւ 20 տարեկանում դա դե բնականաբար եթե Ռուբեն ջան լինենք անկեղծ եթե տաղանդը չլիներ այսպես թե այնպես կար տաղանդ բայց այնուամենայնիվ այն մի քիչ պատմի ոնց եղավ աշխատը իհարկե ես ընդունվեցի որպես երրորդ դուդուկ Դե հա, բայց բնականաբար այն ժամանակ Ջիման Գասպարյաններ, Սարո Դանելյաններ, հետո ես որ գնացի արդեն մենք առաջի պայստկան ինձ համար եղավ Ֆրանսիա, Բելգիա, Գերմանիա։ Եվրոպա Դա որտեղ տարի թվերն է։ Դա 79 թիվ։ Այո, սովետական դերմիություն եւ այդպես շարունակական ամեն տարի մի անգամ կամ երկու անգամ մի հատ անսամբլով, մի հատ փոքր խմբով։ Կարելի ասել բոլոր եվրոպական բոլոր երկրներում եղել եմ։ Ամերիկայում եղել եմ, Անգլիայում եղել եմ ու ամեն մի Բայց այդ սովետական ժամանակահատվածի մասին է խոսքը։ Այո, հեշտ էր, այն վաղ դժվար չէր ավել այսպես։ Դե խմբերը գնում էին բարի անսամբլներ, երկի խմբերի միշտ մի հոգի կար, չէ՞ որ գալիս են նայողներ, չէ։ Բնականաբար կար, նայող գալիս որ բոլորը իրենց բան պային։ Հետո իսկապես անսամբլը ինձ շատ կրթեց, անկեղծ մշակվեցի անսամբլում, լավ երաժիշտներ, գիգանտ երաժիշտներ, ամեն մեկից մի բան սովորելով, Արմեն ջան, արդեն հասում ես մի հատ մակարդակի, որ իսկապես զգում ես, որ շատ կարևոր էր կյանքիդ ընթացքում որևոր ստացած։ Այո, 20 տարեկանում հայտնվեցիր երկի բարի պետական անսամբլում։ Ռուբեն ջան, բայց ես կուզեմ, եթե դժվար չէ մի փոքրիկ պատմություն պատմեիր, որը կապված է քո առաջին հանդիպումը, հա, Ջիվան Գասպարյանի հետ, վարպետի հետ, դա ոնց էր եղել, խնդրեմ մի։ Ուրեմն փորձի եմ գնում ֆիլհարմոնիայում։ Դե բայց նոր ես, դա արդեն նոր հələ, այդպես չես տեսել, բայց Ջիվան վարպետը Ամերիկայում ես որ ընդունվեցի, հա, ինքը այդտեղ չէ։ Ինքը անսամբլում չէր, պայստկայի մեջ, Ամերիկայում էր։ Հետո մի օր որ մտա փորձասենյակ տեսա որ վարպետը նստած մի քիչ ավելի զգաստացա, արդեն ինքը գիտեր։ Ասաց իր ամենալավ խոսքը Սինոկ է։ Սինոկ ջան, գիտեմ որ Հրազդանից ես։ Իմաջալուց վարպետն էր Հրազդանից, Սոլակից էր։ Ասի այո վարպետ ջան։ Ասես լսել եմ ձգում մասին արդեն գիտեմ որ մեր նոր աշխատողն ես, հետո իմ երկրացին ես, շատ ուրախ եմ, շատ ջերմ ընդունեցին ինձ, ես մի քիչ ավելի հանգստացա։ Ու մենք իսկապես շատ մտերմացանք, շատ բան սովորեցի ես վարպետից,
Ես հիշում եմ, ասեցիր Սինոկ, ակամա հիշեցի 2000 թվականը, երբ պատիվ ունեցա, դե այն ժամանակ հանդիպում կար Մոսկվայում եւ Կավենի, հա, Երևանի բժշկական թիմը պետք է ելույթ ունենար եւ այդտեղ նաև Ջիվան Գասպարյանն էլ էր եկել մեզ հետ եւ այնտեղ պետք է ելույթ ունենային Մոսկվայում եւ իհարկե բոլորս ասում ենք Ջաջիվան, այդպես էլ Ջաջիվան մնաց Աստվածաշնչի մեջ բայ լավ անձնավորություններ, շատ բարձր կլասի երաժիշտներ։ Դե իհարկե խոսելով ես կարծում եմ հենց իհարկե դե Դուդուկը բնականաբար ամբողջ տարիների ընթացքում սիրված, ճանաչված, բայց իր Ջիվան Գասպարյանն իրոք այն մարդն եղել, որ ել ավելի դարձրեց համաշխարհային ճանաչում բեր, հա, Ջոկթակին, որովհետև ֆիլմից հիշում ենք իհարկե, համաշխարհային ճանաչում տվեց մեր գործիքին։ Այո։ Բրավո Բարբետ։ Շատ լավ։ Ռուբեն ջան, խոսենք իհարկե տեղափոխումից հետո, որովհետև դե արդեն երկար տարիներ, արդեն մոտ 26 տարի արդեն Միացյալ Նահանգներում ես, բայց խոսենք իհարկե այստեղ դասավանդելու, մի քիչ դեռ ուզում եմ խոսենք իհարկե Հայաստանի մասին, բայց այսօր, ինչպես նշեցի մեր հաղորդման ընթացքում, մի քիչ ավելի շատ կլսենք երաժշտություն, որովհետև դու կարծում չկա մի մարդ, ով անտարբեր է Դուդուկի նկատմամբ եւ Վարպետի Ռուբեն Հարությունյանի կատարմամբ իհարկե կատարումները Դուդուկով էլ ավելի ոչ մեկին անտարբեր չի կարող թողնել եւ դրա համար մի քիչ այսօր չարաշահեցինք մեր ֆորմատը եւ մի քիչ ավելի շատ ենք լսելու եթե դեմ չես եւ հիմա մի տեսանյութով հա սկսենք մենք դիտենք խնդրեմ պատմես տեսանյութի մասին ինչի մասին է ինչ այսինքն ինչ ստեղծագործություն է հնչելու առաջինը մեր մայստրո Արմեն Մանդակունյանի երաժշտության մասին ախոսքը մենք միասին ստուդիոյում իր գործնեության 60-ամյակի կապակցությամբ դա որ տարեթիվներ է այստեղ արդեն միացան մոտավորապես մի 10 տարի կլինի 10 տարի առաջ մոտավորապես եւ ասեց Ռուբեն լավ երաժշտություն ունեմ ինքը գրվել է Դուդուկի համար 74 թվականին մենակ ասեց Վաչե Հովսեփյանն է նվագել այս գործը ու էլ ոչ ու էլ չի նվագվել բայց ասեց ուզում եմ որ անպայման այս գործը ոնց ես նայում ուզում ես նվագես ոնց չեմ ուզում մայստրո ջան ոնց կարամ չուզեմ ինչ խոսք եւ այդ ձայնագրությունը մենք միասին կատարեցինք բրավո ու հա բանը երաժշտությունը հնչելա հենց իր այդ միջոցառման ժամանակ հա շատ լավ դե հիմա միասին դեմ չես դիտենք հա անպայման եւ այսպես սիրելի հեռուստադիտողներ եկեք դիտենք այս հրաշալի տեսանյութը եւ վայելենք այդ րոպեները եւ կրկին կվերադառնանք տաղավար
Մենք նույնպես միանում ենք ծափարությունները Ռուբեն ջան, իրոք հրաշալի գործ, հրաշալի ստեղծագործություն եւ հրաշալի կատարում։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք այսօր իհարկե դեռ շատ ենք վայելելու։ Հա, հիմա եւս կրկին վերադառնանք Հայաստան, փաստորեն 20 տարեկանում երիտասարդ երկի բարի պետական անսամբլում հայտնվել շրջագայություններ։ Այո, Ռուբեն ջան, դե բնականաբար շատ մարդիկ այդ տարիքում որոշակի առումով այդ շրջագայելու ճանաչում, սեր, հարգանք եւ այլ չեն դիմանում թեթև եւ կամյացած այսօր սկսում են արդեն մեծ աստղ պատկերացնել եւ այս զեկոզմոտ բնականաբար չի եղել, բայց այդ չդժվար է գայթակղության, այսինքն չտրվեր այդ գայթակղությանը, դժվար չէր այնուամենայնիվ դժվար էր, չէ՞։ Բայց դիմացել ես, այո, դիմացել ես։ Ոնց ես առասարակ ոնց ես վերաբերվում եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր տաղանդավոր, անգամ որքան է մարդ լինի տաղանդավոր, այնուամենայնիվ եթե հանկարծ իր այդ գայթակղությանը տրվի եւ մի տարվի, հա, այդ աստղային հիվանդությամբ, այնուամենայնիվ ինքը ուշ թե շուտ կորելու է, որովհետեւ չես կարող։ Արմեն ջան, բայց ասեմ, մենք կողմ ժամանակ գնում ենք Պայեստաններ, չէ՞։ Անհամբեր սպասում ենք եւ պետք է հետ գանք մենք։ Անկեղծ եմ ասում։ Չէ, դե գալիս էինք, շուտ ուզում ենք որ անպայման նորից Հայաստան վերադառնանք։ Բայց գալիս ենք մի երկու ամիս հետո ասում ենք, հա, մյուս տարի ինչ կա, պայս կա, մայիս կա, չունենք նորից որ գնանք։ Շատ հետաքրքիր է։ Բայց գիտես ինչ է, ինքը դե ես ինչ նկատի ունեմ, որ օրինակ դե հիմա բնականաբար ճանաչում կար շատ մեծ, չէ՞։ Այսինքն եւ սովորաբար այդ ճանաչումը բերում է նրան, որ որոշակի առումով սկսում ես շեղվել աշխատանքից, ոչ այդքան աշխատես եւ քիչ արդեն այդ ամենը կորցնում ես, էլի դրա համար կարծում եմ քո դեպքում իհարկե աշխատանք եւ աշխատանքը որը անպայման աշխատանքի շնորհիվ պետք է հասնես, ամեն դեպքում անուն ձեռք բերելը հեշտ է, բայց պահելը շատ դժվար է։ Լեոն, միանշանակ շատ դժվար է։ Շատ լավ, եւ որքան տա, այսինքն դա արդեն քանի տարի դու երկի պարիպետականում էր, երբ արդեն տեղափոխվեցիր այստեղ դասավանդելու։ 20 տարի աշխատեցի երկի բարի անսամբլում։ 20 տարի այնտեղ աշխատեցի։ Երրորդից հետո դարձար։ Երրորդից հետո դարձա, այսինքն Վարպետ Ջիվանա հետո դուրս եկավ ուրիշ աշխատանքի անցավ, էլի երաժշտական ասպարեզի մեջ։ Դանելյան Սարեբեկայելի անցավ ուրիշ, արդեն պարտավորվածությունը իմ մեջ ավելի շատացավ, ես ինստինկտյան տեղափոխվեցի առաջի դուդուկ, արդեն երկու հոգի ուրիշ դուդուկահարներ ունեինք մեկնից, ու տենց 20 տարի ես աշխատեցի, արդեն պարտավորվածությունը ես ենքամ շատ էր, դե պատկերացնում ենք, պիտի պահես։ Իսկ օրինակ ամբողջ աշխարհով շրջագայել ես, էլի, ինչ որ օրինակ եղել են ինչ որ տարօրինակ դեպքեր կամ չգիտեմ, որ օրինակ թե միշտ համերգներով տարբեր, ինչ որ մի երկրներում թե։ Չէ, միշտ համերգներով այն ժամանակ ավելի պունկտուալ էին, գիտես։ Հա, զգաստ էին։ Իսկ օրինակ էլի բազմաթիվ երկրներում կար միտեղ որտեղ հանդիսատես օրինակ ավելի գիտեք այ որ գնում եք այդ երկիր այ իրանք մի շատ ուրիշ ձև են ընդունում Ֆրանսիան այո Ֆրանսիա հայերը այո նո մենակ հայերը չէին չէ իհարկե թե բնականաբար տարբեր ֆրանսիացիները ավելի ջերմ են բայց ավելի ջերմ էին ֆրանսիա հայերը հետաքրքիր է չի դա կապված բայց հետաքրքիր է ամենայն դեպս Գերմանիայում մեկից սառն էին Կանադայում էլի նույնը Անգլիայում բարձկահայեր շատ կային էլի ջերմ էին շատ հետո այն ժամանակ շատ չէին գնում դարսերը էլի ասենք հիմիկ պապես իսկամ շատ շուշուտ համերգներ այն ժամանակ ասենք կարող է Լոնդոնում 3 տարին մեկ մի հատ նոր Հայաստանից խումբ գնար հա իհարկե ինչ մեծ իրոք իրադարձություն է մարդիկ ավելի ջերմ էին վերաբերվում մի քիչ որ շատանում է դե մի քիչ հիմա մի քիչ շատ է որովհետև ես օրինակ միշտ որ այսպես խոսում եմ զրուցում եմ այստեղ հա հիմա նաև Միացյալ Նահանգներում մեզ մոտ հա լավ Միացյալ Նահանգներում ավելի կոնկրետ մեզ մոտ այնպես է լինում որ անգամ օրվա մեջ երկու համերգ կարող է լինեն այսինքն Եթե ամսվա կտրվածքով նայում են շատ են համերգներ, ոչ միայն համերգների մասին է խոսք գնում, դա կարող է լինել կինոպրեմիերա, իր միջոցառում,
Ամեր եւ այլ, եւ մարդիկ չգիտեն որը հասնեն, որը անեն։ Մի կողմից որ մտածում ես լավ է, շատ լավ։ Հա, բայց մյուս կողմից է մարդիկ այդքան ոնց տան ախր այդ մարդիկ։ Էլ դրան է մի հատ առիթ մարդ է գումարվի այդ մարդիկ ոնց անեն։ Տակից դուրս չեն գա։ Դրա համար եկեք հա այնպես անենք որ Բայց լավ է Արմեն ջան, դներս ընդհատեցին։ Թող ինչքան ուրախ լինի մեր ժողովուրդը, ինչքան համերգներ, ինչքան ասենք մյուս միջոցառումներ։ Դա դեպս կարիքը կա, լինում է գալիս են, դե որ մարդիկ տեսնում են, իհարկե դրա կա այնուամենայնիվ իհարկե կարոտում են մարդիկ հայրենիքը եւ դրա համար ոչ մի կասկած չկա, երբ կարոտի հոտը որ գալիս է, անգամ ես կար ժամանակով նոր Երևանում է եկել էի Հայաստանից եկա եւ ով տեսա կլինի մի հատ քեզ կպնեմ այդ մեր հայրենիքի բանը այնուամենայնիվ անգամ այսօր երբ արդեն այո անգամ այսօր երբ կապը շատ հեշտ է եւ գնալ գալ եւ այսօր ինչ այն ժամանակներով չգիտեմ կարող է օրերով փորձեր կապ հաստատեր չգիտեմ որ հեռախոսով չգիտեմ ոնց այսօր միանգամից հեռախոսով վերցնում ես 94-ին էստեղ համերգներով իմիջիայլոց մի քանի անգամ եմ եղել Ամերիկա համերգներով 94-ին կապ մինչև կարող ասենք կապնվում ենք տուն մեծ պորտֆելով հեռախոսներ կան բերում միացնում էին որ կարողանանք խոսենք դե ասում ես Ամերիկա ես անգամ 95-96 թվականից երբ գտնվում էի ռայոնում, հա, այսպես շրջաններից մեկում, այսինքն շրջանների գյուղերից գալիս էինք շրջկենտրոն, որպեսզի պոչտայից զանգենք տուն Երևան խոսենք դա հասկանա։ Դու տվյալ պարագայում իհարկե ընդամենը այս պարագայում տեխնիկայի առումով ընդամենը, որովհետև 20-30 տարվա մեջ մի հսկայական իհարկե անցում տեղի ունեցավ բայց արդեն կարծում ես տեխնիկան բերեց նրանց որ կառավարել են որ ասենք 5 րոպե հեռախոսը կողքը չի լինում զերոտ հա 5 րոպե մենք այսօր խոսում ենք որ հեռախոսը չի լինում որ ինտերնետը չի լինում հեռախոսը ուրա հեռախոսը Շատ լավ Ռուբեն ջան հիմա մի քիչ զրուցենք հա փաստորեն տեղափոխում Միացյալ Նահանգներ դասավանդել մի քիչ պատմեց սկզբնական դժվար չէր 2000 տարիները 2000 թվականները իհարկե դեռ այնպես չէր որ շատ էին բայց այնպես է չի որ շատ քիչ են չէ նու տվյալ պարագայում խոսքը իհարկե գնում ենք ասպարեզի մասին արվեստի մասին մի քիչ այդ սկզբնական տարիները ոնց ստացվեց թե մի անգամից դու եկար սկսեցիր դասավանդել ոնց դե մի քանի անգամ ես որ արդեն եղել էի համերգների շրջապատս մեկ քիչ ավելի շատ է իսկ 2000-ին որ աշխատանքային վիզայով տեղափոխվեցի արդեն որը իմ մասնագիտությունով էի աշխատում Արմեն ջան հա դու եկար արդեն որպես այո որպես դուդուկի ուսուցիչ շատ լավ իմ մասնագիտությունով էի աշխատում շատ հաճելի էր ինձ Մինչև առ այսօր ես էլի իմ մասնագիտությունով եմ աշխատում, ուրիշ բան չեմ դասավանդել, այո։ Համերգներ էր։ Այն ժամանակ էլ հետո համերգները, որ Հայաստանից գալիս էին, արդեն դուդուկի արդեն ընդդեղից ես տեղեի, դուդուկահար չէին բերում հետները։ Հա, դու էստեղ նվագում էիր արդեն։ Հա, դեմ քիչ էին, քչվոր էին գալի։ Ասենք հիմիկվա պես չէր, որ ասենք 10 հոգով, 20 հոգով։ Կարող է ասենք 7 հոգով գարին էլի, որտեղ ծախսերի հետ կապված բան։ Արդեն ես տեղ միանում էի իրանց։ Նախապես իրանք նոտաները ուղարկում էին ծրագիրը, ես դրանց վրա աշխատում էի, գալիս էին մի 2 փորձից, 3 փորձից միանում էինք արդեն համերգները նվագում էինք դուս էր գալ։ Այդ է եղել, որ ես ասենք չեմ նեղվել իմ մասնագիտությունով եմ աշխատել, շրջապատս մեծ էր, հետո շատ հետաքրքիր էր, ցանցս մի քիչ բացվեց օտարազգերի հետ, ֆիլմերում մեջ եմ նվագել մի քանի ֆիլմերի, ամերիկյան ֆիլմերի մեջ, հետո տարբեր ազգերի հետ էի նվագում, ձայնագրությունները նվագում էի, համերգները նվագում էի, շատ համերգները պարսիկների, մեծ երգիչների հետ նվագել եմ ես, չթվարկեմ, բայց բոլոր ամենալավ թափ իրանց երգիչների հետ ես նվագել եմ։ Շատ լավ, իսկ Ռուբեն ջան, որ նայ, ինքը իհարկե դուդուկը դա հրաշալի գործիք է, դա աննկարագրելի գործիք է, բայց կա չէ, մի քիչ թող այդպես շատ կոպիտ չհնչի, բայց ինչ որ կոմերցիոն գործիքներ, հա, որոնք որոշակի առումով կոմերցիոն են, դուդուկը ինքը կոմերցիոն չի, չէ, երևի համարվում է, չէ, ոնց որ ինքը ավելի հոգու
գործիք է, չէ։ Ես ինչի եմ ասում, դու որ երկար տեղափոխվեցիր, այս շատ էին ու ցանկացողները հենց դուք սովորելու, թե քիչ շատացան։ Չէ, արդեն հետագայում ավելի շատացան։ Այսինքն մենակ հայեր չէ։ Հա, հետաքրքրված էին օտարազգերը։ Այսինքն իրենք էլ էին նվագում, հա։ Սաքսոֆոն նվագողներ կան, որոնք որ արդեն գիտեին դուդուկի գործիքը ինչ է, իրանք ուզում են անպայման դուդուկ նվագեն։ Սևական երաժիշտներ են եղել, որ ուզեցել են պարապենում լավ էլ նվագել են։ Սովորում էին, մարդիկ արդեն նոտաները գիտեին, դնում էին իրանց, ասենք, այդ դրվածքը պաստանովկը կբանը աշխատում է ճիշտ է, դժվարանում էին, ասենք կլարնետը կամ մյուս սաքսոֆոնը կամ մյուս գործիքները ալտերացված են, ասենք կիսատոները մանով կլապաներով, կլապանի միջոցով կլապանով բացվում փակվում է, դուդուկը մատներով ես։ Համ շուրթը, համ մատի համաչափ բացվելը շատ բարդ է։ Դժվարանում էին, բայց ելի տակից դուրս էին գալիս։ Հա, ճիշտ է, այսինքն տվյալ պարագայում նրանք հա բացում փակում են, կլապանա, կլարնետն էլ է, սաքսոֆոն էլ է, կամ դաշնամուրը սևերը կա։ Իսկ ես հիմա տեսնում եմ, այստեղ փաստորեն 1, 2, 3, 4, 5, 6, 8 անցք է, հա, դուդու, թե լինում են օրինակ ավելի երկար, то есть ավելի շատ կամ քիչ։ Գործիքներ կա կլապաները ավելանում, որ ասենք մի 2-3 նոտա ավել Իսկ օրինակ միջոցով, բութի միջոցով գործիքը մի քիչ երկարում է, այստեղ անցքերը մի քանի հատ ավելանում։ Հա, կլապանով էս արդեն իր օգտագործում։ Բայց հիմնական գործիքը սա է։ Ավելնորդ բան, իմ կարծիքով դուդուկին եթե ավելանում է, դուդուկ արդեն իրանից դուրս է գալի, դուդուկ չի։ Իսկ ինքը ինչ փայտը, որն ամենալավ փայտը համարվում Ծիրանը։ Ծիրանի փայտը։ Բայց հայկական ծիրան, բայց սա եղել է։ Հայկական ու վարպետի հետ ես որ միշտ գնում ենք, ասենք, գործիքները, նվագում ենք, ուղղում էր, հետո գնում ենք գործիքները, ինքը բացատրում էր, որ դե իրանց, ասենք, բաները ունեն։ Որ ամենալավն էին համարվում վարպետ Կարլեն Մաթևոսյանը, ամենալավն էր։ Սա իր պատրաստած գործիքներ։ Հա, վարպետներ կան, որոնք վերջի ժամանակներ արդեն ինքը տեղափոխվեց տեղ, բայց լուսահոգի է, ինքն էլ մահացել, որը որ իր իսկապես իր նմանը գոյություն չունի։ Շատ լավ։ Ինքը բանա ծիրանի փայտա, բայց ասում են Ռուբեն ջան, բանա ծիրանի դառը կուտ ծիրանի փայտն է լավ։ Դառը կուտ, ուրեմն ամեն ծիրանի փայտը չէ, էլի։ Հենց հետաքրքիր Դե է։ փայտի արդեն տարիքներ պետք է նշանակություն ունենա, որ ասենք գործիքը որ այն չի։ Իսկ վերևի մասը եղեգա։ Այո։ Շատ լավ։ Ռուբեն ջան, դեմ չես, որ մենք միասին եւս, չէ, մեկ կատարում, մեկ տեսանյութ եւս դիտենք։ Մենք իհարկե հաղորդման ընթացքում մեր հեռուստադիտողները իհարկե ասում են, բայց ինքը ուզում ենք լսենք, հա, սիրելի հեռուստադիտողներ, պարտադիր հաղորդման ավարտին իհարկե խնդրելու ենք վարպետին, որ մի գեղեցիկ կատարում իհարկե կնվիրի, բայց հիմա ինչ եւս մեկ տեսանյութ, ինչ ենք դիտելու հիմա, եւս մեկ տեսանյութ։ Վերջի ժամանակները մենք Լոս Անջելեսում ունենք Լոս Անջելեսի ժող գործիքների անսամբլ։ Ահա, ես իդեպ արդից օգտվելով ուզում եմ շնորհավորեմ, որովհետև մի քանի օր առաջ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն ժողովրդական երգի եւ նույնպես դու մրցանակ իհարկե ստացար հրաշալի համերգեր, հրաշալի կատարողներ։ Շատ հրաշալի համերգեր։ Եվ ահա։ Իսկապես շատ լավ համերգեր։ Ու շատ ուրախ եմ, որ Լոս Անջելեսում մենք ունենք նման ժողովրդիկների անսամբլ։ Եվ հիմա մեկ կատարում ենք լսելու, հա, Լորիկը։ Այո, ժողովրդիկների անսամբլի, բայց մի տարի առաջվա համերգի։ Ինչ է։ Լորիկն է, չէ՞, ստեղծագործություն։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, եկեք եւս վայելենք, եւս մի տեսանյութ հրաշալի կատարում, վարպետը Ռուբեն Հարությունյանը հենց հիմա ձեզ համար AMJ հեռուստաընկերության եթերում լսենք։
Ջան, բրավո։ Այո, մենք սիրելի հեռուստատիտողներ այդքան չենք դիտում, որովհետև ամբողջ ազնագազում ստեղ պարում ենք, որովհետև հրաշալի էր, բրավո։ Ես Ռուբեն ջան, մեկ հարց եմ ուզում տալ, սա անցյալ տարվա համերգներ, բայց այս տարի երբ եղավ մրցանակաբաշխությունը, դու մենակ չէիր նվագում, նվագում էր որդուդ հետ, հա, մի քիչ պատմի, այսինքն ինքը քեզ հետ նվագում է միասին արդեն։ Այո, մեծ տղաս Գրիգորը։ Բավականին արդեն։ Եվ արդեն ճանաչված, այո, Գրիգոր Հարությունյան, այո։ Իհարկե ավելի շատ կլարնետի։ Ահա։ Դուդուկ էլ նվագում, բայց ավելի շատ ձգտում է իրան կլարնետի։ Դե ժամանակ ունի, իր papan ոնց կլարնետից փոխվեց դուդուկ, ինքն է կգա ժամանակը Գրիգորս լավ, իսկապես լավ, ու մենք մասնակցեցինք շատ սիրուն։ Այո, հրաշալի համերգին, այո, ես նաև ջեր ողջուներս, որովհետև իրոք շատ տաղանդավոր, իհարկե տղատ նույնպես շատ տաղանդավոր երաժիշտ է։ Եվ փաստորեն մի քիչ հիմա մինչ մեր արդեն հաղորդման ավարտին Ռոբե ջան, խնդրեմ մի քիչ խոսեցինք արդեն որ տեղի ունեցավ այդ մրցանակաբաշխությունը, մոտակա առասարակի նախագծեր կան ինչ, դե բնականաբար շարունակում ես դասավանդել, իդեպ տարիքային այսպես փոքր են, թե մեծերն էլ են գալիս։ Մեծեր էլ ունեի, փոքրները 11-12 տարեկան։ Դե մեծերը, բայց տարիքով մի քիչ դժվար է, չէ՞ իրանց, պետք է մի քիչ երեք փոքր Բայց որ սիրում են Արմեն ջան, որ սիրում են։ Ստացվում է ոնց մի բան լինում։ Ահա։ Ճիշտ է, մի քիչ դժվարանում եմ։ Հա, մի քիչ։ Դե ավելի ճկուն չեն, էլի։ Բայց էլի նվագում են։ Դե խնդրում եմ մի քիչ առասարակ հա, ինչ նախագծեր կան մոտակա ժամանակները։ Ասեմ, որ մենք ժողովրդիկների անսամբլը ղեկավարությամբ մեր հարգարժան իմ լավ ընկեր, մեր համայնքում լավ ճանաչված երգիչ Հովհաննես Շաբազյանի ղեկավարությամբ, միասին մենք նախագծված հենց առաջի օրվանից մենք միասին ենք պայմանավորվել, միասին ենք մտածել ինչ պիտի անենք, որ այս խումբը իսկապես գոյատևի ու իսկապես լավ բաներ ունենք մտածել, որ այո, ողջունում եմ Հովհաննես ջան, ցավդ տանեմ, հույսով եմ կլսես, դիտում ես մեզ։ Այո, անպայման, ես էլ եմ ջեր Մենք լավ բաներ, լավ ծրագրերի մասին մտածում ենք։ Շատ լավ, դե կարծում եմ եւ նաեւ ժողովրդիկների անսամբլը նաեւ իհարկե շրջագայություններ կսպասվի երևի տարբեր։ Ուզում ենք տա Աստված։ Դե կլինի, որովհետեւ տաղանդավոր Թեթևացնի մեզ։ Դե բնականաբար տաղանդավոր երաժիշտներ իհարկե կարծում եմ առասարակ նախաձեռնությունը շատ ողջունել է, որովհետեւ այդ ժողովրդական երգը, ժողովրդական երաժշտությունը պահպանելը շատ կարևոր է։ Մենք ժամանակին էլի ունեցել ենք ստեղ Արմեն Մանդակունյանը, Հենրիկ Անասյանը, բոլորը ստեղծվել է Ջիվանը, Լենականի ժողովրդիկների գեղարվեստական ղեկավարը ստեղ ապրում իր գլխավորությունով, բայց չի հարատևել։ Հիմա մենք տա Աստված, որ Հովհաննեսի հետ կարողանանք այս ամեն ինչը պահպանել։ Կլինի, անպայման կլինի։ Շատ կարևոր է սա։ Այո, կլինի։ Շատ լավ։ Եվ Ռուբեն ջան, հաղորդման ավարտին այդ փոքրիկ խնդրանքը հիմա իհարկե, որը կարծում եմ սպասում են բոլորը, բազմաթիվ իհարկե, բազմաթիվ շատ սիրված, շատ հրաշալի կատարումներ առանձնացրեցինք այսօր, եթե դեմ չես, մի հրաշալի կատարում կա քո կատարմամբ Պարային սյուիթը։ Այո։ Հա։ Պարային սյուիթը Դե խնդրում եմ դու պատրաստվես, այսպես փորձես, պատրաստվես, սիրելի հեռուստադիտողներիս մինչ Ռուբենը պատրաստվում է, ես եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի ովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Կազմակերպություն, որ օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում լիարժեք կյանքի։ Այնպես որ եթե կա նման խնդիր, 911 Detox Center-ի հետ խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարն է 409 9011։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է հարմարավետ համարներ, հրաշալի բնություն եւ ամենակարևորը լողավազաններ տաք հանքային ջրով։ Սա շատ կարևոր է, որովհետև սա առողջարան է, ոչ թե հյուրանոցային համալիր։ Ունեք հանգստյան օրեր, մտածելու կարիք չկա, զանգարեք, գնացեք, վայելեք։
հեռախոսամանը 760 329 60 33։ Շնորհակալություն մեր գործընկերներին եւ հայացքս ուղղում եմ դեպի մեր մայեստրո, մեր վարպետ պարոն Ռուբեն Հարությունյանին։ Ռուբեն ջան, պատրաստ ենք։ Եվ պատրաստ լինես ասա։ Առայժմ վարպետը պատրաստում է, որովհետև մենք վայելելու ենք հրաշալի կատարում Պարեն Սյուիթ, բայց եկեք պայմանավորվենք ոչ միայն լսում ենք, այլ նաև միասին վայելելով ապարում ենք, հա։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին ուղիղ եթերում Armenian Evening Ռուբեն Հարությունյան Պարեն Սյուիթ վայելում ենք։ Բրավո մայստրո, բրավո Ռուբեն ջան։ Իրոք հրաշալի րոպեներ, շնորհակալ եմ անչափ եւ հաճելի անկեղծ հարցազրույցի համար այս գեղեցիկ կատարմամբ եւ իհարկե մի հրաշալի եւս հայկական երեկոյի։ Ես եմ շնորհակալ Արմեն ջան։ Ես կարծում եմ իհարկե մենք դեռ շատ ենք հանդիպելու, նորանոր իհարկե պրեմիերաներով եւ շնորհակալ եմ անչափ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ ցավդ տանեմ այս ջեն լավ հաղորդման համար։ Շնորհակալ եմ։ Սիրելի հեռուստադիտողներ,
Այս հրաշալի ուրախ տրամադրությամբ ավարտում ենք այսօրվա Armenian Evening-ը եւ իհարկե սպասում ենք հաջորդ 5 շաբթի, որովհետեւ պարտադիր ամեն 5 շաբթի ժամը 22:30 AMJ երուստանգերության եթերում մենք միասին հանդիպելու ենք եւ անցկացնելու ենք մեր հերթական ուրախ համով հոտով տանական Armenian Evening-ը, ինչը թարգմանաբար նշանակում է հայկական երեկո։ Առողջ եղեք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։